Ղազարյան Ռուբեն Ռուբինյանը հենց առաջին օրը դիմելով ընդդիմությանը ասաց, որ բարեկրթության սահմաններում այդ դաշտում աշխատանքները սկսեն եւ շարունակեն, ինչ է կարծում նրանք հիմա այդ դաշտում են։ Դե մինչ այս պահը ես կարծում եմ, որ նիստերը բավականին նորմալ հունով են ընթանում, նաեւ բովանդակային առումով կան բացառություններ, իհարկե դա բոլորը նկատում են, վստահաբար բոլոր նրանք ովքեր հետևում են նիստերին, գուցե նկատել են, բայց կարծում եմ, որ ընդհանուր առնվազն ֆրակցիաների ղեկավարների մակարդակում ընդդիմության նկատի ունեմ, կա այն ընկալումը, որ այս ոճից շահելու է ընդդիմությունը եւ խորհրդարանը եւ ընդհանուր առմամբ պետությունը եւ կարծում եմ, որ բոլորի շահից է բխում մի փոքր ավելի շատ ջանք ներդնել եւ պահել այս ոճը։ Տիկին Ղազարյան, ուզում եմ հարցնել Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումներից, քանի որ թե վարչապետի կողմից, թե ընդդիմությունը արդեն բաց ասում են, որ այստեղ քաղաքական կոմպոնենտն է մեծ։ Ես քաղաքական մասով եմ ուզում ձեզ հարցնել, գնալով այդ ապրանքների թիվն է ընդլայնվում, երեք էլի նոր ապրանքներ ներառվեցին այդ սահմանափակումների ցանկում, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչի վերջը ինչպես եք տեսնում այս իրավիճակի հանգուցալուծումը, ինչ քայլեր է պատրաստվում իշխանությունը ձեռնարկել, ոնց հասկանում ենք երկխոսությունը նաև ամենաբարձր մակարդակով դեռ արդյունք չի տալիս։ Բայց ես նաև վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը չեն սպառել դիվանագիտական ճանապարհով այս խնդիրները լուծելու տարածքը, այսինքն մենք չենք սպառել բոլոր հնարավորությունները, գործիքները եւ ի վերջո սա միայն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին չէ, ինչպես վարչապետը արդեն նշել է, սա առհասարակ նրա մասին է, թե ԵԱՏՄ-ն կա թե չէ եւ գործարկում է իր բոլոր մեխանիզմները թե չէ։ Այս պարագայում մենք վստահ ենք, որ դիվանագիտական ճանապարհով, երկխոսության ճանապարհով հնարավոր է լուծել խնդիրը, բայց զուգահեռաբար ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության համար դիվերսիֆիկացիան եղել է եւ կա կարևոր օրակարգ եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է զարգացնել գործիքակազմը այս մասով նույնպես մենք ուրեմն բացի նրանից որ հայացքը ուղղել ենք դեպի ԵՄ եւ դա բավական երկար ժամանակի ինչ անում ենք օգտվելով կառավարության տարբեր ծրագրերից, մենք նաև փնտրում ենք այլ շուկաներ եւ այս մասով թույլ տվեք ասել, որ հաջողել ենք, որովհետեւ լսում ենք այնպիսի ուղղությունների մասին, որոնք ընդհանրապես ավանդական արտահանման ուղղություններ չեն Հայաստանի Հանրապետության համար եւ ես վստահ եմ, որ զուգահեռաբար թե խոսելով ԵԱՏՄ մեր գործընկերների հետ միաժամանակ դիվերսիֆիկացնելով մեր արտահանումը, մենք կկարողանանք սպասարկել քաղաքացիների ակնկալիքները։ Ղազարյան, որ ասում եք դու ձեր կարծիքով չի սպառվել դիվանագիտական ճանապարհով լուծումներ գտնելու ճանապարհը կարծում եք կստացվի երկխոսությամբ հասնել նրան, որ հանել է սահմանափակումները, որ ըստ էության ասվում է, որ քաղաքական ճնշման գործիք է, որ Ռուսաստանը գործածում է։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը համարելով Հայաստանի Հանրապետությունը որպես կարևոր գործընկեր կշարունակի խոսակցությունը այս մասով եւ կկարողանա հանգուցալուծել այն ենթադրյալ խնդիրները, որոնք մենք բնականաբար չենք տեսնում, առհասարակ ես կարող եմ ապավինելով մեր տարբեր ինստիտուտների գնահատականն ասել, որ այդ խնդիրները չկան, այսինքն այստեղ մնում է միայն, որ մեր թե արտաքին գործերի նախարարությունները եւ տարբեր գերատեսչություններ իրենց հնարավորության շրջանակներում կարողանան հանգուցալուծել այն խնդիրը, որի առաջ այս պահին գյուղացին կանգնած է։ Սրա հետ կապված ընդդիմադիր պատգամավորներից մեկը, որ նաև ամբիոնից խոսեց այդ մասին, Հայկ Ֆարմանյան առանձին զրույցում էլ ասաց, որ իշխանությունը սպառել է գործիքակազմը եւ միակ տարբերակը, որ հիմա ունեն, դա հանրաքվեն է, որը կարող են դնել եւ այսպես հասնել հանգուցալուծման, որովհետեւ ասում եմ, եթե անգամ հայտարարեն, որ ԵԱՏՄ-ից դուրս չեն գալու, եւ նույն իշխանությունը ունի լեգիտիմության խնդիր եւ դա էլ չի լինի լուծում, այսինքն նկատում ինչ հանրաքվեի մասին է խոսում։ Այն հանրաքվեն, որը Ռուսաստանից պահանջում են անցկացնել Հայաստանում։ Ես վստահ չեմ, որ պարոն Ֆարմանյանը հասկանում է, պատկերացնում է, մնալով ուրեմն քաղաքակիրթ լինելու մեր պայմանավորվածության մեջ հասկանում է, ինչ հանրաքվեի մասին է գնում խոսքը, չկա հանրաքվե առարկան։ Հանրաքվեի առարկան չկա, հանրաքվեի պահանջ չկա, իսկ ես դժվարանում եմ ասել, թե պարոն Ֆարմանյանը լինելով 2-3 օրվա պատգամավոր, ինչպես կարող է գնահատել, որ Հայաստանի իշխանությունները սպառել են դիվանագիտական ողջ գործիքակազմը, այդ գնահատականը ես բնականաբար չեմ կիսում, իսկ հանրաքվեի առարկան գոյություն չունի։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ անելու ենք մեր հնարավորությունների սահմանում ամեն բան, որպեսզի կառույցը գործի։ Զուգահեռաբար ուզում եմ հիշեցնել, որ արտահանման դիվերսիֆիկացիան
որի շուրջ արդեն բավականին երկար տարիներ մենք աշխատանք ենք տանում, տալիս է իր ծիլերը, ես առաջարկում եմ մեր քաղաքացիներին նկատել, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանումը դեպի ԵՄ շուկա դա մեծ պատմական իրադարձություն է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ-ն սովորաբար փակ է պահում գյուղատնտեսական ապրանքների համար իր շուկան, եւ այս աջակցությունը ԵՄ-ի կողմից սա իսկապես բարձր գնահատականի արժանի քայլ է։ Վերջինը ես երբ հարցնեմ Տիկին Աղազյան, դուք համարում եք սա դիվերսիֆիկացիա, մի շուկայից ըստ էության զրկվում է Հայաստանը։ Եթե անգամ ԵՄ-ում գտնում է նոր ճանապարհներ, բայց սա արդյոք դիվերսիֆիկացիա է, թե մի շուկայից տեղափոխում այլ շուկա։ Քանի որ ես իմ խոսքում ասեցի արդեն, որ մենք ոչ ավանդական այնպիսի ուղղություններով ենք կարողացել արտահանում ապահովել, խոսքը գնում է ոչ միայն ԵՄ արտահանման մասին, այլ տարբեր ուղղություններով մեզնից հարավ, արևելք, ուրեմն արևմուտք, եւ ես համարում եմ սա դիվերսիֆիկացիա, այո, ակնհայտ է։ Շուկայից զրկվելը։ Այո, քանակների հարցը սիրելի քաղաքացիներ, բայց ուզում ձեզ հիշեցնել, որ մենք նոր ենք սկսել գյուղատնտեսական ապրանքներ արտահանել, որովհետև ԵՄ-ն միշտ փակ է պահել իր շուկան գյուղատնտեսական ապրանքների համար, անգամ Թուրքիան, որ Մաքսային միության անդամ է, միշտ չէ որ հնարավորություն է ունեցել գյուղատնտեսական ապրանքներ արտահանել դեպի ԵՄ։ Սա մի ուղղություն է, որի շուրջ մենք պետք է ավելի շատ աշխատանք կատարենք, բայց ես ասում եմ, այն ինչ որ արդեն տեղի է ունեցել, առանց ATM-ի գյուղատնտեսական ապրանքների արտահանումը սա արդեն մեծ իրադարձություն է։ Իսկ Տիկին Ղազարյան, հնարավոր է թիմում քննարկում ունեցած լինեք, գիտեմ մասնագիտությամբ տնտեսագետ եք, բայց ամեն դեպքում վնասներ տնտեսությունը կկրի այս փուլում կամ արդեն կրում է, կան ինչ-որ թվեր, որին գուցե դուք էլ ծանոթ լինեք։ Նման քննարկման ես չեմ մասնակցել, բայց վստահաբար առաջիկայում նման քննարկումներ կարող են տեղի ունենալ։ Տիկին Ղազարյան, երբ խորհրդարանը արդեն սկսի ընդդիմադիր փոխոսնակի հարցի քննարկումը, արդյոք ԿՊ-ն ունի քաղաքական որոշում մասնակցելու է եւ այդ կառուցողական շրջանակներում արդյոք քվեարկի անդիմության տեխնացուի։ Նման որոշումներ մենք սովորաբար կայացնում ենք հարց ու պատասխանից հետո։ Դուք նկատել եք, որ մենք սովորաբար ֆրակցիայի նիստ ենք գումարում, լիագումարնիստերի դալիճից հետո հարց ու պատասխանից հետո, որտեղ որ արդեն ֆրակցիոն քվեարկման արդյունքում մենք որոշում կայացնում ենք, վստահ եմ, որ պարոն Վարդևանյանին հարցեր ուղղելուց հետո իր եզրափակիչ ելույթից հետո ֆրակցիան կգումարի նիստ եւ նման որոշում կամ կկայացնի կամ չկայացնի։ Ղազարյան ինչ է Բայց բարձել պարոն Վարդևանյանից, այսինքն ինչն է կարևորելու այս ընդդիմադիր գործի չէ դրա համար է հարցը։ Պարոն Վարդանյանի ես չեմ կարող կանխատեսել թե տարբեր գործընկերներ ինչպիսի հարցեր կուղեն, բայց ես մի հարց ունեմ, որը նաեւ իրեն հղել եմ լիագումար նիստերի դալիճում, որի պատասխանը միջից պահը չեմ ստացել։ Ուզեմ հիշեցնել, որ պարոն Վարդևանյանը եղել է Սերժ Սարգսյանի ցուցակում, Ռոբերտ Քոչանի ցուցակում նա նաեւ մանդատ է ունեցել մի քանի տարի, հետո վայր է դրել այդ մանդատը եւ հանրությունը այդպես էլ չի իմացել, թե ժողովրդի վստահության քվեն ինչու չի պահպանել եւ հիմա ուրեմն Սամվել Կարապետյանի ցուցակումը հետաքրքիր է լսել թե ինչ այնպես չեն արել Հայաստանի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահները, որ ի վերջո նա հանգրվանել է Սամվել Կարապետյանի ցուցակում։ Տիկին Ղազարյան Սամվել Կարապետյանը երեկ խոսելով Ռուսաստանի կողմից սահմանափակումների մասին, ասել էր, որ դրանից օգուտ է քաղում միայն իշխող ուժը, Նիկոլ Փաշինյանը, քանի որ եւ գյուղերի բնակիչներն են մեջ վերել, որ ինչքան աղքատ լինեն, հեշտ կլինի նրանց կառավարելը եւ ասել որ եթե ինքը լիներ աշխատեք, ապա արագ այդ հարցերը խնդիրները կլուծվեն։ Ես ավելորդ եմ համարում հիշեցնել, որ աղքատության տոկոսը նվազել է մեր կառավարման ընթացքում, մենք այն իշխանություն ենք, որ մի քանի անգամ բարձրացրել է թոշակը, նպաստը, աշխատավարձերը, մենք եւ այս պահին ունենք առողջապահության համընդհանուր ապահովագրություն, որն էապես փոխել է մեր տարեցների, թոշակառուների կյանքը եւ վստահաբար մենք հետաքրքրված ենք, որպեսզի մեր բնակչություն, մեր հայրենակիցները ստանան բարձր նպաստ, բարձր թոշակ, աշխատեն եւ հաղթահարեն աղքատությունը։ Ես կարծում եմ, որ աղքատության հաղթահարման ուղղությամբ ամենաշատ ջանքն էր դրած իշխանությունն ենք։ Տիկին Ղազարյան, նաև խոսենք սահմանադրական բարեփոխումների մասին, առաջիկայում ինչ քայլեր պետք է ձեռնարկի իշխող խմբակցությունը, իշխող ուժը, հաշվի առնելով, որ սահմանադրական մեծամասնություն խորհրդարանն չկարողացավ։ Ինչպես այս մասին արդեն խոսել է վարչապետը, այս հարցը պատվիրակված է այս պահին իրավաբաններին, երբ որ իրավաբանները նկարագրեն, թե ինչ մեխանիզմներ կան ապահովելու ժողովրդի կամքը, վստահ եմ այս հարցին կանադառնանք կրկին։ Ադրբեջանից
նշել որ ազդակներ կա, որ շուտով լինելու է այդ փոփոխությունը, ինչից են այդ ենթադրությունները իրենք անում, որ հանրաքվեն կարող է շուտով տեղի ունենալ։ Հաջիևներ նման հայտարարություն արել։ Կարդում եմ հայտարարությունները, վստահ եմ դառնում, որ այն ճշմարիտ է թարգմանված, հետո եմ արձագանքում, ես այս պահին պարոն Հաջիևի հայտարարության չեմ տիրապետում։ Խոստանում եմ կծանոթանամ եւ կարձագանքեմ, բայց ես ասում եմ կրկին, մենք սպասում ենք մեր քաղաքական թիմի իրավաբաններին, ովքեր կասեն, թե ինչպես կարող ենք ապահովել ժողովրդի կամքը։ Բայց ինչով է պայմանավորված այդ ձգձգվելը, որովհետև միջև ընտրություններ պետք է լիներ, հետո փաստորեն նոր տեքստը պետք է պատրաստ լիներ, բայց հետաձգվեց, հիմա փաստորեն 1 ամիս անցել ընտրություններից կրկին տեքստը չկա, ինչ խնդիրներ են առաջանում, տարաձայնություններ կան լուրջ։ Վարչապետը այս մասին խոսել է, դուք գիտեք, որ Տիկին Գալյանը հյուրընկալվել էր նախորդ գումարման խմբակցությունում իշխող մեծամասնության, դրանից հետո Տիկին Գալյանը դա կրկին արձանագրված փաստ է ներկայացրել է ծրագիր բովանդակային առումով նոր սահմանադրության տեքստը վարչությանը, հնչել են առաջարկներ եւ վարչապետը նշեց, որ վարչությունը ինչ որ պահի պետք է վերադառնա այս քննարկմանը եւ ամբողջական տեքստը ներկայացվի, ֆրակցիայում նույնպես եղել են քննարկում։ Տեղեկություններ կան, որ հիմնական տարաձայնությունները անկախության հռչակագրին են վերաբերում եւ դա է պատճառը նաեւ, որ այսքան ժամանակ չի հրապարակվում տեքստը։ Նման բան չկա, ամեն դեպքում խմբակցությանը ներկայացվել է տեքստը առանց այդ մասի շուրջ քննարկումներ չեն եղել։ Ավելի շատ բովանդակային այլ գլուխների վերաբերյալ քննարկում ենք ունեցել։ Ամբողջապես ծանոթանալու հնարավորություն չեմ ունեցել միջև պահը, Իսկ ընդհանրապես ընդդիմության հետ այս համագործակցությունը ոնց եք պատկերացնում, նաև իրենք շատ են խոսում փողոցային պայքարի մասին, որի ժամկետները այդպես էլ չեն նշում, ու երբ որ մանդատները վերցնում էին, ասում էին մանդատը զենք է, որ մենք պետք է օգտագործենք, բայց նաև ասում են, որ հիմա զինադադար է, հետո արդեն իրենց այսպես գործողությունները կտեսնեն։ Ժորժ ջան, ես մտավախություն ունեմ, որ երբ որ մենք խոսում ենք բարեկրթության մասին, տպավորություն է ստեղծում, որ մենք տարաձայնությունների մասին չենք խոսելու։ Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք։ Բայց սա դեռ չի նշանակում, որ մենք քաղաքակիրթ ձևով առանց անձնական վիրավորանքի չենք կարող քննարկել այս հարցերը։ Սկսած արտաքին հարաբերություններից, վերջացրած սոցիալ-տնտեսական հարցերով, մենք ունենք շատ լուրջ տարաձայնություններ, բայց մեր ժողովուրդը պետք է կարողանա տեսնել քաղաքակիրթ խորհրդարան, որին հետևելը հաճելի է։ Ես կարծում եմ, որ այս 2 օրերի ընթացքում մենք կարողացել ենք ունենալ բավականին բարեկիրթ, միաժամանակ սուր բովանդակային քննարկում։ Եվ ես կարծում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է վերցնի իրեն հասանելիք պաշտոնները, որպեսզի չխաթարվի խորհրդարանի գործունեությունը, այս մասին կա նաև Սահմանադրական դատարանի որոշում։ Մենք պետք է 5 տարի միասին աշխատենք ի բարօրություն Հայաստանի Հանրապետությանը։ Մենք ստացել ենք բավարար քվե օրենսդրական գործունեությամբ զբաղվելու համար, բայց ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընդդիմությունը նույնպես կմիանա մեր այս աշխատանքներին։